Աստծո բնավորությունը։ Ավետարանը հասկանալու համար մենք պետք է հասկանանք, թե ով է Աստված։ Աստված չանձնավորված ուժ կամ մեր շրջապատող էներգիա չէ, այլ մեր անձնական արարիչն է և բոլորի Տերը։ Ծննդոց առաջի գլուխտես։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ միակ իրական Աստված գոյություն ունի երրորդության մեջ, Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Տես Մատթեոս 3:16-17 խոսքերում։ Նրանք երեք առանձին անձեր են, միմյանցից տարբերվող, սակայն մեկ էություն են ու ոչ թե երեք։ Տես Հովհաննես 10:30-33 խոսքերում։ Նրանք կիսում են մեկ աստվածային էություն, միևնույն աստվածային հատկանիշներով։ Այդ հատկանիշներն են, որ Աստծո եզակի է դարձնում, և Տերը մեղքի համար զոհ է պանջում, որպեսզի մեղավորները փրկվեն։ Ուստի հասկանալու համար, թե ինչու էր Քրիստոսի մահը անհրաժեշտ, պետք է ավելի լավ ճանաչենք այս եռամեկ Աստծո բնավորությունը։ Աստված սեր է։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ Աստված սեր է։ Հովհաննես 4:8 և նրա սերն է մղում նրան ազատ կամքով և անձնվիրաբար տալ իրեն ուրիշների բարու և օգուտի համար։ Կարևոր է հասկանալ, որ Աստծո սերն ավելին է, քան վերաբերմունք, զգացմունք կամ նրա կողմից կատարված ինչ-որ գործողություն։ Սերն Աստծո դրվածքն է, նրա բուն էության բնությունը։ Աստված ոչ միայն սիրում է, այլև սեր է։ Նա է սիրո էությունը։ Իրական սերը մշտապես բխում է նրանից, քանի որ նա է սիրո աղբյուրը։ Կան այլ խոսքեր, որոնք կապակցվում են Աստծո սիրո հետ. բարյացակամություն, ողորմություն, շնորհք, համբերատարություն, անկախ այն բանից, թե ինչ եք մտածում կամ նույնիսկ լսում, Աստվածաշնչի աներեր վկայությունն այն է, որ Աստված սեր է։ Հովհաննես 4:8-ում ասում է. նա, ով չի սիրում, Աստծուն չի ճանաչել, որովհետև Աստված սեր է։ Սաղմոս 103:8-ում ասում է. բարեգութ և ողորմած է Տերը, երկայնամիտ և բազմողոր։ Եսայիա 30:18-ում ասում է. և դրա համար Տերը սպասելու է, որ ձեզ ողորմի, և դրա համար բարձրանալու է, որ ձեզ գթա։ Հակոբոս 1:17 խոսքերում ասում է. ամեն բարի տուրք, ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում, լույսի հորից, որի մեջ բնավ, փոփոխում կամ դարձվածքի շուկ չկա։